Ողջույն, Ֆակտոր TV հյուրը խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն է, բարև ձեզ։ Պարոն Մելիքյան, պայմանավորված նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրով տեղյակ ենք, որ դադարեցվել է այն կազմակերպության աշխատանքը, որը ֆինանսավորում էր Ամերիկայի ձայն, Ազատություն ռադիոկայաններին, ինչի հետևանքով կարող է դադարեցվել նաև Հայաստանում գործող Ազատություն ռադիոկայանի աշխատանքը, եթե իհարկե նրանց հայցից հետո ամերիկյան դատարանը չկասեցնի նախագահ Թրամփի հրամանագիրը, այդպիսի նախադեպ եղել է USAID-ի պարագայում, NED-ի պարագայում, ինչպես են ձեր գնահատականները եւ մոտեցումները այս հարցի շուրջ։ Դե նախ երևի ճշտենք, որ ոչ միայն այդ պարագայում կարելի է փրկել Ազատություն ռադիոկայանն, այլ նաև ինչպես արդեն հենց Ազատությունը տեղեկացրեց, ինքը փնտրում է նոր ֆինանսավորման աղբյուրներ եւ դա այդ փնտրտուքը Եվրոպայում է։ Եվ եթե նույն Եվրամիությունը կարողանա այս ծանր պայմաններում գումարներ հայթայթել, կարծում եմ, որ դա շատ լավ որոշում կլինի։ Բայց ընդհանուր առմամբ իհարկե գնալով հենց նույն Հայաստանի վրա, երբ մենք տեսնում ենք այդ որոշումների ազդեցությունը, իհարկե ամբողջ աշխարհի համար է դա շատ զգայուն, բայց մենք եթե մեր լրատվական դաշտում ենք նայում, ապա USAID-ի գործունեության դադարեցումը արդեն իսկ շատ լուրջ հարված էր մեր լրատվական դաշտի համար։ Ես նկատի ունեմ այն լրատվամիջոցների համար, որոնք որ չեն սվում քաղաքական գումարներով եւ քաղաքական շահեր չեն սպասարկում, այլ զբաղվում են ուրեմն որակյալ լրագրությամբ, այդտեղ շատ լուրջ հետևանքներ եղան եւ հիմա այդ լրատվամիջոցները, այդ թվում նաեւ Ֆակտոր TV-ն լուրջ այսպես փնտրտուքի մեջ է եւ պետք է գումարների հայթայթմամբ ավելի ակտիվորեն զբաղվի, ալտերնատիվ համենայն դեպս։ Եվ դրանից հետո, երբ մենք տեսնում ենք, որ նաև վտանգ կա Ազատություն ռադիոկայանի համար, դա էլ ավելի այսպես մտահոգիչ իրավիճակ է ստեղծում, որովհետև մենք շատ լավ գիտենք, ինչքան էլ որ քննադատեին Ազատություն ռադիոկայանին, ասեին, որ իրենք գոյատևում են ամերիկյան հարկատուի հաշվին եւ այլն, անկախ չեն, ամեն դեպքում Չկա մեդիա, որին չքննադատեն, ասեմ ձեզ։ Հա, ու ես կարծում եմ, որ այս առումով համենայն դեպս Ազատության պարագայում մենք տեսնում ենք, որ հետխորհրդային բոլոր իշխանություններն էին դժգոհ եւ քննադատում եւ դա խոսում է նրա մասին, որ Ազատությունը որակյալ իր գործն էր կատարում, իսկ իշխանությունները որպես կանոն շատ դժվար են ընկալում այդ քննադատությունը, բայց սա մի կողմ դնենք, այո, մենք ունենք եւ ունենք առայժմ մի որակյալ լրատվամիջոց, որը որ պրոֆեսիոնալ ստանդարտները կարողանում է պահպանել եւ ասենք որևէ դեպքում առանց մի քանի կարծիքներ ներկայացնելու նյութ չի տալիս, առանց կարծիքների բախման նյութ չի տալիս եւ այն ինչ որ մատուցվում է բարձր պրոֆեսիոնալիզմով։ Եվ պարոն Մելիքյան, Ազատության, այո, մասին խոսելիս մենք կարող ենք հիշել նրանց աշխատանքը տասնամյակներ շարունակ, որովհետև Հայաստանի ժողովրդավարացման, մարդու իրավունքների պաշտպանության, նաև քաղաքական կարևոր իրադարձությունների լուսաբանման հավասարակշիռ տեսակետներ ներկայացնելու իմաստով Ազատությունը լավ օրինակ է եղել շատ լրատվամիջոցների համար եւ ստանդարտ է սահմանել եւ այսպես շատ հաճախ նաև այն խմբերը, որոնք հնարավորություն չեն ունեցել տասնամյակներ շարունակ հմեկերում կամ տարբեր տեղերում ինչ որ եթերներ ունենալ, այո, արտահայտվել, Ազատությունը այդ հնարավորություն տվել է, այսինքն հասկանանք էլի ինչպիսի լրատվամիջոցի մասին ենք խոսում։ Այո, ինքը շատ լուրջ խորշ է լրացնում եւ բոլոր երկրներում, որտեղ որ մեդիա դաշտը խիստ բևեռացված է եւ ասենք ճնշող մեծամասնությունը լրատվամիջոցների այսպես թե այնպես ասոցացվում է որևէ քաղաքական ուժի հետ եւ սպասարկում է այդ ուժի
շահերը, այդ պարագայում ազատության նման լրատվամիջոցը մնում է ակտուալ։ Իհարկե մենք գիտենք, որ այն երկրներում, որտեղ արդեն ձևավորվել են ժողովրդավարական ուրեմն ավանդույթները, այն երկրներում, որտեղ որ 4-րդ իշխանությունը որպես ինստիտուտ արդեն կայացել է, այդպիսի լրատվամիջոցի կարիք չի լինում, ասենք նույն Մերձբալթյան երկրների կամ սկանդինավյան երկրների համար դա ավելորդ միգուցե ինստիտուտ է, բայց մեր տիպի երկրների համար դա շատ կարևոր է եւ որակյալ լրագրությունը այսպես ավելի տարածելու համար եւ ստանդարտները պահպանելու համար եւ որպես այլընտրանքային լրատվամիջոց, որտեղից որ կարելի է ստուգված տեղեկություններ եւ ստուգված փաստեր քաղել, դա շատ կարեւոր է եւ այս առումով կրկնում եմ իրավիճակը ել ավելի է մտահոգիչ դառնում USAID-ի փակելուց հետո։ Ես կարող եմ նաեւ իմ կողմից ավելացնել, որ այսպես թողազատության իմ գործընկերներն են, բայց եթե նրանք ցանկանան որևէ քաղաքական ուժի կցվել, հաստատ կգտնվեն քաղաքական ուժեր, որոնք կֆինանսավորեն։ Նույնը Factor TV, բայց մեր նման լրատվամիջոցները չեն ցանկանում կցվել որևէ քաղաքական ուժի եւ սպասարկել քաղաքական օրակարգեր, նրանք ուզում են watchdog-ի ֆունկցիա կատարել, ինչը անկեղծ կարող եմ մեր օրինակով ասել, որ շատ հաճելի է, որովհետեւ երբեք քեզ չեն կարող մեղադրել որևէ քաղաքական ուժի օրակարգ այսպես սպասարկելու մեջ։ Չէ, մեղադրել կարող են, բայց շատ կարևոր է, չեն կարող ապացուցել, չեն կարող շատ կարևոր է, որ դու ինքդ զգաս ու իմանաս, որ դու գործում ես այնպես, ինչպես որ պահանջում է մասնագիտությունը։ Բայց հիմա դա վտանգված է, պարոն Մելիքյան, որովհետև նույն ամերիկյան կամ եվրոպական ֆինանսավորումն է հնարավորություն տալիս մեդիաներին նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների ջատագովությամբ զբաղվել, պաշտպանել նաև այդ խոցելի տարբեր խմբեր, նաև քաղաքական իրադարձությունների ժամանակ անաչառ աչքով փորձել ներկայացնել, ինչը մենք ենք փորձում անել նաև ազատությունը, հա, այն ինչպես վարվեն նման մեդիաները այսպիսի ճգնաժամերի պարագաներում, հատկապես երբ մեր բիզնեսը սովոր չի խոշոր փող տալ, մեդիային եւ պատվեր չի չեսնել, որ սա արա, սա արա, սա արա, շատ քչերն են էլի։ Լավ հարց է իհարկե, եւ այս առումով ես կուզենայի արևմտյան հենց բիզնեսմենների կարծիքը ասել, որ ցանկացած ճգնաժամ դա նաև հնարավորությունների փնտրտուքի եւ հնարավորությունների օգտագործման իրավիճակ է եւ այստեղ ես կարծում եմ, որ լրատվամիջոցները պետք է շատ ավելի ակտիվ եւ շատ ավելի հմուտ գործողություններ իրականացնեն գումարների հայթայթման առումով, բայց նաեւ պետք է նույնիսկ մեր սուղ պայմաններում օգտագործեն բիզնես հնարավորությունները, նոր տեխնոլոգիաները լրագրողական գործունեության մոնետիզացիայի հնարավորություններ տալիս են եւ այդ մեթոդներին պետք է շատ լավ ծանոթանալ եւ շատ լավ կիրառել այս պայմաններում բացի այդ պետք է ասել որ այո թեպետ մեզանում միշտ բիզնեսը փոխկապակցված է եղել իշխանությունների հետ, դա վատ ավանդույթ է 30-ամյակ պատմության մեջ ձևավորված։ Բայց ի վերջո քաղաքական այո, քաղաքականացված է, բիզնեսն էլ ինչ որ ժամանակահատվածում ինչ որ վիրաժներ է անում, այս կողմեն կողմ է գնում, բայց բիզնես միջավայրում նույնպես կան պատասխանատու մարդիկ, որոնք որ մտահոգված են Հայաստանում իրավիճակով, նաև հասարակական սեկտորում նաև լրատվամիջոցների սեկտորում եւ ես գիտեմ որ որոշ բիզնեսի ներկայացուցիչներ հիմա հետաքրքրվում են թե որ լրատվամիջոցներ են որ հետևում են որակյալ ուրեմն ժուրնալիզմի կանոններին եւ ում արժի այս իրավիճակում օգնել այստեղ իհարկե բանակցությունների հարց է, այստեղ պայմանավորվածությունների, նույնիսկ միգուցե պայմանագրեր կնքելու հարց է, որովհետև քանի որ Հայաստանում չկա այդ ժողովրդավարական ավանդույթը ուղղակի, ասենք, բիզնեսի կողմից սատարի եւ բիզնեսը կողմ քաշվի, չմտնի
խմբագրական քաղաքականության մեջ այս մոտեցումը գրեթե չկա, ավանդույթներ չկան, բայց կարելի է սկսել դա ձևավորել։ Կրկնում եմ, բիզնես միջավայրում էլ շատ պարկեշտ մարդիկ կան, որոնք որ այդ սոցիալական պատասխանատվությունը զգում են բիզնեսի եւ ոչ թե եկամուտը վերցնել քաշվել մի կողմ, այլ այն միջավայրում, որտեղ որ դու ստանում ես եկամուտներ, կարողանում ես զարգացնել բիզնեսը, այն պետք է լինի առողջ եւ այդ առողջ միջավայրը ձևավորելու համար շատ կարևոր են որակյալ լրատվամիջոցները։ Մյուս կողմից էլ, պարոն Մելիքյան, այսպիսի մեդիաները, որոնք չեն դիրքավորվում քաղաքական խմբերի շահերի պաշտպանության տիրույթում, այլ ավելի շատ հասարակության, այսպես ասենք, նաև վերահսկողական որոշակի ֆունկցիա են կատարում, պետք է ունենային նաև հասարակության անվերապահ աջակցությունը։ Իհարկե, տարբեր մեդիաներ փորձում են ակտիվացնել donate կոճակը, ակնկալելով հասարակության աջակցությունը, բայց տարբեր պատճառներից ելնելով սոցիալ-տնտեսական կամ չգիտեմ, չվստահելու միգուցե այդ donate կոճակը երկարաժամկետ ֆինանսավորում չի կարող ապահովել մեդիաների համար։ Ինքը ինչ որ մի պահի, ինչ որ մի տեղում կարող է աջակցել։ Այս պարագայում ինչ անել, եթե բիզնեսի հարցը հասկացա, ձեր տարբերակը իսկ հասարակության վրա կարելի է հույս դնել, այսպես ասենք։ Ինչպես երկխոսություն ունենալ։ Այստեղ էլ ես կվկայակոչեի ժողովրդավարական ավանդույթները եւ հասարակության մեջ ձևավորված կուլտուրան։ Քանի որ մենք ցավոք ականատես ենք լինում նաեւ հասարակության մեջ արժեքների դեգրադացիայի, իհարկե հիմա լավագույն պահը միգուցե չէ ակնկալելով, որ այդ գումարները հասարակությունից կարող են գալ, բայց դրա հետ մեկտեղ հասարակության հետ պետք է աշխատել եւ ցույց տալ քո նշանակությունը։ Եվ կարծում եմ, որ դա էլ կուլտուրա է թե լրատվամիջոցների կողմից, թե հասարակության կողմից։ Իհարկե այն մարդիկ, որոնք որ ի վիճակի են եւ հասկանում են այս պահի լրջությունը, անշուշտ պատասխանատվություն կզգան օգնելու։ Հիմա ամեն դեպքում դա կարվի թե չի արվի, այդ կոճակը պետք է լինի եւ պետք է ամենօրյա աշխատանք տանել այդ ուղղությամբ, ապացուցել սեփական կարեւորությունը մեդիա դաշտի համար, դա ապացուցել սեփական ամենօրյա որակյալ աշխատանքով եւ նաեւ հասարակության հետ աշխատանքով։ Դա 1-2 օրվա բան չի, դա քրտնաջան երկարատև աշխատանք է, բայց միգուցե այս ճգնաժամային իրավիճակը կդրթի, որպեսզի որակյալ լրատվամիջոցները նաեւ այդ ուղղությամբ աշխատեն։ Պարոն Մելիքյան, ես այս ընթացքում USAID-ի հետ կապված պատմությունից ի վեր, երբ որ սկսվեց կրճատումները, ֆինանսավորման դադարեցումը, հիմնազատության, տարբեր լրատվամիջոցների, նաև ՀԿ-ների հարցն է, այսինքն շատերը գործունեություն կասեցնելու խնդրի առաջ են կանգնած, որոշները արդեն կասեցրել են։ Լսեցի մի տարբերակ, որը կխնդրեմ ասեք, ինչքանով է արդյունավետ մեր պարագայում եւ ինչքանով է վտանգավոր, որովհետեւ կոչ էր հնչում, որ կառավարությունը պետք է որոշակի այսպես քայլեր ձեռնարկի ազատ մեդիաներին, ՀԿ-ներին աջակցելու համար, բայց դա մեր տիրույթը գիտես։ Նա ով կպնում է կառավարությանը կամ պետության հետ ինչ-որ գործ է ունենում, նա իշխանական է որակվում, այսինքն որոշակի վստահության պակաս կարող է լինել այն մյուս թևից, հա, եւ սա բավականին կարող է խնդրահարույց լինել այն մեդիաների ՀԿ-ների համար, որոնք չեն ուզում ասոցիացվել, աֆիլիացվել որևէ քաղաքական խմբերի։ Դուք այդպիսի բան մեր պարագայում պատկերացնում եք, ասենք նույն USAID-ին կամ նույն ազատությունը, չէ՞, ինքը կոնգրեսի ֆինանսավորածն է, ոչ թե գործադիրի, այլ օրենսդիրի։ Դե մեր օրենսդիրը գիտենք ինչ վիճակում է գտնվում, այդպիսի նախաձեռնություններ չենք լսել, ինչ կարող եք ասել նման հարցի մասին մեր պարագայում։ Ну, այստեղ էլ ժողովրդավարական ավանդույթներ են եւ Ամերիկան իր 100-ամյա
մի քանի հարյուրամյա պատմության ընթացքում արդեն իսկ հասել է նրան կամ վաղուց է նույնիսկ հասել, որ ցանկացած կառավարություն մեծ հաշվով հասկանում է, որ լրատվամիջոցների դերը շատ լուրջ է հասարակության եւ պետության կյանքում։ Եվ կնեք նրանք երկկուսակցական աջակցություն են միշտ տվել այս այնտեղ իհարկե իր սպეციფიკան կա, երկկուսակցական կոնգրես եւ այլն։ Ուզում եմ ասել, ոչ թե իշխանության նախաձեռնություն, այլ պետության, այո։ Պետությունն էլ պետք է գա հասնի այն հասկացությանը, որ ինքը իր շահերից է բխում որակյալ լրատվամիջոցների կայացումը, զարգացումը, տարածումը, որակյալ ժուրնալիզմի տարածումը եւ իհարկե միշտ մեր 30 հետխորհրդային 30-ամյա պատմության ընթացքում պետական գումարները ասոցացվել են հենց իշխանության հետ եւ դա դե ֆակտո այդպես էլ եղել է եւ հասկանալի է որ պետությունը, այսինքն օրվա իշխանությունը, երբ որ ինչ որ գումարներ տալիս էր, բնականաբար սկսած հանրային հեռարձակողից մինչև ցանկացած այլ լրատվամիջոց, որը որ պետական գումարներ էր ստանում, դա ամբողջությամբ վերահսկելի կազմակերպություն էր դառնում, ել չեմ ասում, որ օրենսդրական կարգավորումներով եւ ոչ օրինական նաև լծակներով այդ վերահսկողությունը ամրապնդվում էր։ Հիմա կարծում եմ, որ գոնե այս փուլում, երբ պետությունը տեսնում է, որ լրատվամիջոցները, ՀԿ-ները, իդեպ մենք առայժմ միայն լրատվամիջոցներից ենք խոսում, բայց նաև ՀԿ-ներն էլ շատ ծանր իրավիճակում են եւ նույն կերպ առավոտվանից երեկո զբաղվում են այդ փնտրտուքով եւ մենք էլ աշխատում ենք, ասենք նույն կայքը բարելավել, նոր դոնորների դիմել, նոր անձանց դիմել եւ ասել, թե ինչքան է մեր գործունեությունը կարեւոր։ Հիմա նույնը իհարկե լրատվամիջոցներին է վերաբերում եւ այս իրավիճակում պետությունը ուղղակի պարտավոր է մտածել այդ ուղղությամբ, մենք համարում ենք, ավելին մենք որոշ բանակցություններ էինք փորձում իրականացնել իշխանությունների հետ եւ այն գաղափարը, որ կարելի է ստեղծել մի ֆոնդ, մի հիմնադրամ մեդիաներին աջակցելու համար եւ այդտեղ նույնիսկ ինքը պետությունը պետք է շահագրգռված լինի, որ այդ գումարները ոչ թե ինքը տնօրինի, այլ դա ինչ որ հոգաբարձուների խորհրդի, դա կարող է փորձագիտական խումբ լինել, դա կարող են հասարակական գործիչներ լինել, այսպես ընդհանուր։ Մի խոսքով ինքը պետք է տրամադրի գումարը եւ մի կողմ քաշվի։ Ու որոշումները կայացնեն այդ հոգաբարձուների խորհրդում, քննարկումների եւ քննարկումների։ Որտեղ լինեն նաեւ ընդդիմադիր հայացքներով մարդիկ, իշխանական հայացքներով, ոչ թե ընդդիմադիր եւ իշխանական, այլ հայացքներով։ Այնտեղ լավ կլինի, որ առհասարակ քաղաքական դեմքեր չլինեն։ Իսկ հայացքներ ունեցող մարդիկ։ Հայացքները ուրիշ են, հայացքները Ես կամ այսպես ասեմ, կուսակցությունների գոնե վերնախավերը պետք է այդտեղ չմասնակցեն։ Եվ դա պետք է պրոֆեսիոնալ մի խումբ խորհուրդ ձևավորվի, որը որ այդ հարցը կորոշի։ Լավագույն դեպքում իշխանությունից կարող է մեկ դիտորդ լինել, կամ ասենք 10 հոգուց մեկը լինի, որը չկարողանա որևէ ազդեցություն ունենալ քվեարկության։ Իսկ սա առաջ գնացող ծրագիր է, պարոն Մելիքյան։ Սա հիմա գաղափարի ուրեմն մակարդակում է, որը որ այսպես շատ առայժմ սահմանափակ շրջանակով քննարկվում է, փորձագիտական շրջանակներում որոշ զրույցներ պետական ատյանների ներկայացուցիչների հետ է եղել, բայց առայժմ այսպես գործընթաց դժվար է դա։ Այո, գործընթաց դժվար է դա անվանել, բայց կայացած ժողովրդավարությունների համար շատ նորմալ երևույթ է, երբ պետությունը
բարենպաստ պայմաններ է ստեղծում որակյալ լրագրությունը զարգացնելու տարածելու համար։ Պատվերներ չիջեցնելու պայմանով։ Եվ մի բան էլ կներեք ավելացնեմ, նույն Շվեդիայում մշակույթի նախարարությունը ունի մի առանցին վարչություն, որը որ զբաղվում է խոսքի ազատության երաշխիքները ապահովելու գործնեությամբ եւ լրատվամիջոցների գործնեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, այսինքն ցանկացած խոչընդոտ հեռացնելու։ Մեզ մոտ շատ դժվար է պատկերացնել, որ որևէ բիատյան դրանով զբաղվի եւ դա այսպես միջամտություն չլինի, փորձեն ախտոտել։ Այո։ Պարոն Մելիքյան, այս պայմաններում թե ազատության հետ կապված, թե USAID-ի եւ ամերիկյան ֆինանսավորման հետ կապված եւ հատկապես ազատության, ես նկատեցի, որ ցավալիորեն իրականում որոշ ուրախացողներ էլ կան, հա, այս իրավիճակի հետ կապված։ Ես չեմ ուզում այդ վատ մեկնաբանությունը այստեղ հնչեցնել, բայց մի բառով, այսպես ասենք, այդ մարդկանց բնորոշենք ուրախացողներ իրավիճակից, երբ որ ազատ մեդիան կամ մեդիա դաշտը կամ ՀԿ-ները, հա, կարող են հայտնվել փակման եզրին։ Այդ դուք ախտորոշել եք ովքեր է, այս զանգվածը ովքեր են, սա ազատ մեդիան ինչով է ընդհանրապես խանգարում այս մարդկանց, որ այսպիսի սեգմենտ էլ կա եւ սա հանրության ինչ մաս է կազմում։ Ինձ ուղղակի հետաքրքիր է, դուք այդպիսի փոքրիկ ուսումնասիրություն անցկացրել եք։ Ուսումնասիրություն չեմ անցկացրել, բայց բնականաբար ես էլ եմ նկատել եւ նախ դա ամենևին էլ ինձ չի զարմացնում եւ ավելին ասեմ, որևէ նշանակություն ես դրան չեմ տալիս։ Կարևոր բան չի դա։ Ամենևին այդ մարդիկ ուղղակի իրենց էլ ավելի են արժեզրկում, որովհետև նույնիսկ եթե խոսքը գնում է քո մրցակցի մասին, ապա այդպես չարորեն մոտենալ այս իրավիճակին, դա լավագույնս չի թագրում քեզ հենց։ Եվ ես դրան նշանակություն չէի տա, դա նաև ցույց է տալիս, թե ինչ ազդեցություն ունեն այդ որակյալ լրատվամիջոցները եւ այն լրագրողական կազմակերպությունները, որոնք որ իրենց գործն են անում, եւ թող իրենք ուրախանան, մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի իրենց տրամադրությունը այդքան բարձր չլինի, մենք այդ գումարները կհայթայթենք, մենք մեր պրոֆեսիոնալ ունակությունների վրա շատ վստահ ենք, մենք մեր գործը կանենք եւ այն խորշերը, որը որ զբաղեցրել ենք մեր գործունեությամբ եւ տեսել ենք, որ այն պահանջված է, մենք բնականաբար այդ գործունեությունը պետք է շարունակենք, ես նկատի ունեմ նաեւ ձեզ։ Շնորհակալ եմ, ես իհարկե որպես Factor TV լրագրող, ընդհանրապես որպես լրագրող կարող եմ ասել, որ միշտ ավելի մեր կարողությունները պրոֆեսիոնալ աճում են, երբ որ մրցակցում ենք ավելի որակյալ լրատվամիջոցների հետ։ Իդեպ, թե ներսի, թե դրսի, շատ հաճախ առավել եւս, եթե այս չարախնդողները ձեզ համար մրցակից չեն, ուրեմն պետք է շատ այսպես հանգիստ մոտենալ եւ միգուցե անտեսել։ Բայց ոնց որ լավատեսորն է, հա, ավարտվում մեր զրույցը, պարոն Մելիքյան։ Ես կարծում եմ, որ մենք եւ դուք եւ այն մարդիկ, որոնք որ որակյալ լրագրության ջատագովներ են, խոսքի ազատության ջատագովներ են, չեն կարող այս մի բանից միայն ընկճվել եւ լավատեսությունը կորցնել։ Ես ավելին ասեմ, միգուցե էլ ավելի լավատեսորեն մոտենանք ավարտին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար նույնպես այս բոլոր որոշումները Թրամփի եւ Մասկի նույնպես լուրջ մարտահրավեր է եւ փորձություն։ Եվ Ամերիկան ինքը նույնպես որպես պետություն պետք է ապացուցի, թե ինչպես է ինքը կայացել այս հարյուրամյակների ընթացքում եւ արդյոք հնարավոր է Ամերիկայում, որ մեկ մարդ, թեկուզ դա նախագահը լինի, կարողանա սասանել այն բոլոր արժեքները, որոնք որ հարյուրամյակներով կայացել են։
Եվ ես ավելին քան համոզված եմ, որ Ամերիկան այսպես շատ արժանապատվորեն կհաղթահարի այս դժվարությունները եւ կապացուցի, որ առաջինը պետությունն է կամ առաջինը Ամերիկան է, բայց այլ հասկացությունով, այլ շահերով։ Եվ Ամերիկան մենակ չէ։ Եվ Ամերիկան այո մենակ չէ ու այն մտավախությունները, որ Ամերիկան փող է ծախսում այնտեղ, որտեղ որ չարժի, դա միգուցե ստուգելու, վերանայելու, բայց ոչ այսպես դնել, փակելու, կտրելու եւ թացը չորի հետ, աշխատողը չաշխատողի հետ, այսպես դուրսի։ Եվ ազատության մասով ներեցեք կա պահեստային տարբերակ, որի մասին խոսեցինք, դա Եվրամիության ֆինանսավորման հավանական շարունակությունն է։ Մի քանի օր շարունակ ԱԳ նախարարները քննարկել են այս հարցը, մենք դեռ չունենք վերջնական որոշում, բայց ունենք տարբեր երկրների աջակցություն։ Բայց կա գործընթաց նաև, արդեն, որը որ հուսադրող է։ Ուզում եմ ասել, այդտեղ դեռ պետք է սպասենք, էլի։ Այո, բայց ամեն դեպքում Եվրամիությունը, բայց շատ կարևոր է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ որպես այսպես առաջնորդ պետություն իր վրա այդպիսի պատասխանատվություն վերցրած պետություն իր առաքելությունը կատարի նաև ժողովրդավարության տարածման առումով, ժողովրդավարական ուժերին աջակցելու առումով եւ այլն, եւ կարծում եմ, որ այդ մարտահրավերը, որը որ կարծում եմ նաև Ամերիկայի որպես պետության արժև է, այն կհաղթահարվի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Աշոտ Մելիքյանը,